Ողջույն բարեկամներ, հուսամ լավ եք։ Երեք հավանաբար տեղեկացել եք մի հետաքննական հոդվածի մասին, որով բացահայտումներ կան կառուգացի օլիգարխի վերաբերյալ եւ հատկապես, որ նրա ազնագիր ստանալու գործում նշված է աշխատանքի վայր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն, նույն ինքը FSB, եւ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ 1 տարի առաջ երբ ես ազգային ժողովի ամբիոնում ելույթ ունեցա, որ ասացի կարծես թե նրա եւ այն Արշակ Սրբազանի պորտը Լյուբյանկայում են կտրել, Սամվել Կարապետյանը վիրավորվել էր եւ ինձ դատի էր տվել, շատ հետաքրքիր զավեշտալի պատմություն է ստացվում, այն որ առաջինն են ասում գողն է առաջինը ասում գողացան, նման է շայտ այդ պատմությանը, ուզում եի տենց հիշացնել, որովհետև շատ հետաքրքիր տենց զավեշտ է իրականում, իսկ այն որ այդ օլիգարխը ըստ էության այլ երկրի շահեր է սպասարկում, մենք վաղուց գիտեինք, բայց սա արդեն նաև ինչ որ իմաստով հաստատվում է փաստաթղթային մակարդակով, այնպես որ սիրելիներս հաշվի առեք, թե ով ինչ օրակարգեր ունի իրականում Հայաստանի Հանրապետությունում, լավ եղեք։